Ինչպես Nokia-ն դարձավ տեխնոլոգիական առաջատար։ Կար ժամանակ, երբ Nokia-ի հեռախոսները բառացիորեն ամենուր էին։ Ընկերությունը շուկայի առաջատարն էր։ Սակայն 2007 թվականին, երբ Apple-ը ներկայացրեց iPhone-ը, Nokia-ին չհաջողվեց մրցակցել iOS եւ Android համակարգերի հետ։ 2010 թվականին ընկերությունը սկսեց կորցնել իր դիրքերը, իսկ 2011-ին վերածվեց ոչ շահավետ ընկերության։ Բեկումնային շրջանը սկսվեց 2014 թվականին, երբ նոր գործադիր տնօրեն Ռաջիվ Սուրին հայտարարեց. Nokia-ն պետք է դառնա 5G տեխնոլոգիայի գլոբալ առաջատարը։ 2015 թվականին ընկերությունը ձեռք բերեց Alcatel-Lucent ընկերությունը 16.6 միլիարդ դոլարով եւ այս գործարքի արդյունքում ստացավ 29,000 արտոնագիր։ 2018-ին Nokia-ն ներկայացրեց ReefShark-ը, ամենաարագ եւ արդյունավետ 5G չիպը։ Ընկերությունը սկսեց գլոբալ մարքեթինգային արշավ 5G-ն ավելի լավ աշխարհի բանալին է ուղերձով։ Ամբողջելով, որ միայն տեխնոլոգիան բավարար չէ, Nokia-ն սկսեց համագործակցել աշխարհի հեռահաղորդակցային խոշորագույն ընկերությունների հետ, կնքելով ավելի քան 300 պայմանագիր։ Արդյունքը 2022 թվականին ընկերության եկամուտը գերազանցեց 20 միլիարդ դոլարը։ Իսկ Չինաստանի սահմաններից դուրս 5G շուկայի մասնաբաժինը հասավ 29%-ի։ Nokia-ն ոչ միայն հաղթահարեց անցյալի դժվարությունները, այլև գտավ իր ուժեղ կողմերը եւ ամբողջ աշխարհին տեղեկացրեց դրանց մասին։ Ցանկանում եք ավելին իմանալ հետաքրքիր ընկերությունների մասին, ապա հետևեք մեր YouTube եւ Instagram ալիքներին։ Մինչ հաջորդ եթեր։